Խորհրդարանական ընտրությունների արդյունքների վերահաշվարկը կարծես լուծում էր 9-րդ գումարման ազգային ժողովում 3-րդ ընդդիմադիր ուժ ունենալու խնդիրը, որի առաջ կանգնել էր Գագիկ Ծառուկյանի առաջնորդած Բարգավաճ Հայաստան կուսակցությունը նախնական արդյունքներով, անցողիկ շեմից միայն 60 ձայնով հետ մնալով, եւ կենտրոնական ընտրականը անվավեր էր ճանաչում 2 ընտրատեղամասերի արդյունքներ՝ Երևանին ու Վարաշեն վարչականում գտնվող 10 կոտորակ 51-ի եւ Սյունիքի 35 կոտորակ 65-ի։ Սրանք այն ընտրատեղամասերն են, որտեղ քվեարկությունը չնայած օրենքի պահանջին ավարտվել էր երեկոյան ժամը 20-ից հետո, քանի որ միայն ընտրական օրվա ավարտին էին տեղամասերում քվեարկելու իրավունք ունեցող զինվորականներին բերել ընտրության։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հանգում է այն եզրակացության, որ քվեարկության օրը թիվ 35 կոտորակ 65 ընտրական տեղամասում տեղի ունեցել այնպիսի խախտումներ, որոնք կարող են իապես ազդել քվեարկության արդյունքների վրա եւ հնարավոր չէ բարձր թիվ 35 կոտորակ 65 ընտրական տեղամասում քվեարկության օրինական իրավական արդյունքները։ Նույն հիմնավորմամբ կենտրոնական ընտրական հանձնաժողովը միաձայն անվավեր է ճանաչում նաև 10 կոտորակ 51-ի արդյունքները, դրանք կհաշվեն որպես անճշտություն։ Հանձնաժողովը որոշել է թիվ 10-51 տեղամասում քվեարկության մասնակիցների թիվը 1287, արձանագրել որպես թիվ 10-51 տեղամասում անճշտությունների գումարային չափ, թիվ 35 կոտորակ 65 տեղամասում քվեարկության մասնակիցների թիվը 1315, արձանագրվել են որպես թիվ 35 կոտորակ 65 տեղամասում անճշտությունների գումարային չափ, թիվ 10-51 եւ թիվ 35-65 ընտրական տեղամասերի նյութերն ուղարկվել են դատախազություն։ Ավելի ուշ ընտրատարածքայինն էլ անվավեր ճանաչեց 12 կոտորակ 13 ընտրատեղամասի արդյունքները։ Այստեղ ընտրության օրը բացակայել է ԱԺԲ-ի քվեաթերթիկը։ Ըստ նախնական արդյունքներով խորհրդարանում իրենց տեղն արդեն իսկ ամրագրած ուժերի Նիկոլ Փաշինյանի քաղաքացիական պայմանագիր կուսակցության, Սամվել Կարապետյանի գլխավորած ուժեղ Հայաստան եւ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի առաջնորդած Հայաստան դաշինքների դեպքում այս երկու տեղամասի քվեարկության արդյունքների չեղարկումը էական ազդեցություն չի ունենում, ապա Գագիկ Ծառուկյանի Բարգավաճ Հայաստան կուսակցության համար այն դառնում է վճռորոշ։ Նաեւ այս հիմնավորմամբ են ԲՀԿ-ում կարծում, որ իրականում գործընթացն ուղղված է իրենց դեմ։ Երբ այլևս որևէ կասկած չկար, որ ԲՀԿ-ն խորհրդարանում է, իշխանությունը որոշեց գնալ բացահայտ ջարդարարության։ Ուշ երեկոյան գաղտագողի անցկացվեց ԿԸՀ նիստ, որտեղ չեղարկվեցին 2 տեղամասերում անցկացված ընտրությունները, առանց վերաքվեարկություն նշանակելու, ինչպես պահանջում է ընտրական օրենսգիրքը։ Ակնհայտ է, որ ընտրությունները չեղարկվել են հենց այն տեղամասերում, որտեղ ԲՀԿ-ն շատ քվե է ստացել։ Միաժամանակ չեն չեղարկվել այն տեղամասերի արդյունքները, որտեղ ԲՀԿ ձայների զրոյացումը չէր կարող ազդել ընտրությունների ելքի վրա։ Բարգավաճ Հայաստանը կասկածի տակ է առնում ընտրությունների արդարությունն ու թափանցիկությունը, վիճարկում արդյունքների լեգիտիմությունը։ Նույն սկզբունքով նախքան կավարտվի ձայների վերահաշվարկի վերջնաժամկետը, կենտրոնական ընտրական է գալիս նաև ուժեղ Հայաստան դաշինքը։ Քաղաքական այս ուժն էլ պահանջում է անվավեր ճանաչել ընտրությունների ամբողջ արդյունքը։ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները իրենց դիրքորոշումը արտահայտել են, քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը չի հաղթել այս ընտրություններում։ Մեր դիրքորոշումը հետևյալն է. քաղաքացիական պայմանագիր կուսակցության կողմից ըստ կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից հրապարակված թվերի տվյալները չեն համապատասխանում իրականությանը։ Մինչև կենտրոնական ընտրական ընտրությունների ամբողջ արդյունքը անվավեր ճանաչելու հարցը քննարկման առնի ու իր որոշումն ընդունի, կոնկրետ 10 կոտորակ 51 եւ 35 կոտորակ 65 տեղամասերում կարող են նշանակել նաև վերաքվեարկություն, պարզ ասած այստեղ ընտրող քաղաքացիները երկրորդ անգամ հնարավորություն կունենան կատարելու իրենց ընտրությունը։ Խնդիրը, որը որ ծագել է երկու տեղամասերում, դա եկել է հանձնաժողովի ոչ կոմպետենտությունից։ Ուստի իրենց պատճառով մինչ այդ մինչև ժամը 8-ը ամբողջը քվեարկած այլ անձանց քվեները զրոացվել են, այստեղ կախվում է նաև ընտրողի քվեարկության իրավունքը։ Կարծում եմ, որ պետք է անպայման վերաքվեարկություն լինի, անկախ նրանից, թե դա կազդի ընտրությունների արդյունքների վրա թե ոչ։ Երկու տեղամասում վերաքվեարկության որոշում կենտրոնական ընտրականը կընդունի, թե ոչ ընտրությունների ամբողջ արդյունքը անվավեր ճանաչի կամ ոչ, ընդդիմությունն արդեն հայտարարել են նաև հասնելու են սահմանադրական դատարան։ Ամենաբարձր ատյաններում ընտրությունները կվիճարկի նաև երկրորդ նախագահի Հայաստան դաշինքը։ Ուժեղ Հայաստան կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը չի բացառել, որ ընդդիմությունը կարող է նաև փողոցային պայքար սկսել։ Կարապետյանը չի ընդունում ընտրությունների արդյունքը եւ հայտնել է, որ դիմել է կենտրոնական ընտրական հանձնաժողով, այնուհետև կդիմեն սահմանադրական դատարան։ Ընտրությունները ամբողջությամբ տապալված են, համ կեղծված են, համ տերորի տակ ընտրություններ չեն անցկացնում։ Բոլոր մեր շրջանային
Համակարգողները կալանավորված են, 780 մարդ ձերբակալվել են։ Դիմել ենք հետո դիմել ենք սահմանադրական դատարան երկու պահանջով։ Առաջինը չեղարկել ընտրությունները, երկրորդը նշանակել երկրորդ տուր։ Եթե ինքը վստահ իր վրա որ հաղթել է, ավելի ճիշտ կլինի երկրորդ փուլով կորոշենք հաղթել են թե չէ։ Հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունները եղել են ազատ, արդար ու թափանցիկ, ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի արձանագրումն է։ Ըստ նախարարի բոլոր քաղաքական ուժերը ունեցել են քարոզարշավի իրականացման համար պատշաճ պայմաններ եւ անկախ նրանից, թե որ ուժն է իրականացրել ինչ որ պրոցես կամ որ քաղաքական ուժի նկատմամբ է իրականացվել որևէ պրոցես, բոլոր հարցերը արձանագրվել են, հաղորդում է ուղարկվել նախաքննական մարմնին։ Իրականացվում են անհրաժեշտ միջոցառումներ։ Արփինե Սարգսյանի խոսքով ընտրական օրենսգիրքը թույլ է տալիս բոլոր քաղաքական ուժերին հետևելու ամբողջ գործընթացին եւ հավաստիանալու, որ ընտրական պրոցեսները պատշաճ են կազմակերպված։ Կարծում եմ այս ամբողջ պրոցեսի արդյունքում ես գոնե թե չեմ տեսել մինչև այս պահը քաղաքական որևէ ուժի կողմից որևէ ներկայացրած արձանագրում, որը կլինի փաստահեն, իրավաչափ եւ նմանատիպ պնդման կհանգեցնի, որովհետև ես հակառակն եմ ընդհուպ տեսել, որ տարբեր քաղաքական ուժերի կողմից տարբեր փաստեր են հանրայնացվում, փաստեր, բայց իրենց գնահատման փաստեր, որոնք որ տարածվում են նաև համացանցում տարբեր օգտատերերի կողմից, եւ երբ որ մենք օգտատերերին խնդրում ենք ներկայացնել փաստ, ինչի հիման վրա են այդ տվյալը հանրայնացրել, օգտատերերը հրաժարվել են պարզապես ներկայացնել հաղորդում, որովհետև նշել են, որ ուղղակի արտատպել են, օգտագործել են քաղաքական տարբեր ուժերի կողմից օգտագործվող նյութերը եւ երբ որ մենք համադրում ենք այդ նյութերը իրական արձանագրությունների հետ, նկատում ենք, որ որևէ տարբերություն չկա։ Վարորդական իրավունքի վկայականից զրկվելուց 1 տարի անց 50,000 դրամ վճարելով ձեր վկայականը ինքնաշխատ կարգով կվերականգնվի։ Սկզբի համար սակայն 1 տարվա կտրվածքով կունենաք խախտումների դեպքում հանվող 6 միավոր։ Եթե այս բալերը չսպառվեն, ապա հաջորդ տարի կստանաք 13 բալ, ինչպես բոլոր մյուս վարորդները։ Հակառակ դեպքում նորից 1 տարով կզրկվեք վկայականից եւ այդ ժամկետը լրանալուց հետո կհանձնեք քննություն։ Աղմկահարույց օրինագիծը խորհրդարանում ներկայացրել է ներքին գործերի նախարարը։ Օրենսդրական փոփոխությունը բուռն արձագանքների է արժանացել։ Կա կարծիք, որ սա կարող է հանգեցնել երթևեկության որակի էլ ավելի վատթարացման։ Անցած տարվա կտրվածքով գերակշիռ մասը հենց եղել է խմացության հիման վրա զրկման դեպքերը եւ ըստ էության այս ամբողջ թվակազմի մեջ գերակշիռ մասը հենց այդպիսի պատկերը պիտի լինի։ Ես ուղղակի կխնդրեմ, որ մենք ամնիստիա տերմինը չօգտագործենք, որովհետեւ իրականում մեր վերած նախաձեռնությունը տարբերվում է տարբեր քաղաքական ուժերի կողմից հնչեցված այդ համաներում ինստիտուտից, որովհետեւ մենք մոդելային փոփոխության ենք գնում։ Քաղաքապետը հայտարարել է մայրաքաղաքում մեկնարկել է խցանումների նվազեցման պիլոտային ծրագիր։ Ստեղծվել է երթևեկության կառավարման կենտրոն, որը թվային լուծումների եւ վերլուծությունների միջոցով ուսումնասիրում է ավտոմեքենաների հոսքը։ Նախնական արդյունքները սպասվում է 2026-ի սեպտեմբեր-հոկտեմբերին, իսկ ծրագրի լայնածավալ իրականացումը նախատեսվում է 2027-ին։ Քաղաքապետի խոսքով խցանումների հիմնական պատճառը տնտեսական աճն է, որն առաջացրել է մարդատար մեքենաների թվի կտրուկ ավելացում։ Նա ընդգծել է, որ միայն հասարակական տրանսպորտի ընդլայնմամբ խնդիրը չի լուծվի, եթե չկիրառվեն նաև անձնական ավտոմեքենաների գործածումը սահմանափակող միջոցներ։ Հայաստանի բոլոր խոշոր ջրամբարներում 2025-ի վերջին եւ 2026-ի ընթացքում գրանցված առատ տեղումների արդյունքում արձանագրվել է լցվածության բարձր մակարդակ։ Ազգային ժողովում 2025-ի պետբյուջեի կատարման տարեկան հաշվետվության քննարկման ժամանակ հայտարարել է տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդատյանը։ Նա ներկայացրել է նաեւ 2025-ի համար թվային ընդհանուր ցուցանիշները։ Մասնավորապես 2025 թվականին պետական բյուջեից ֆինանսավորվող 21 ծրագրի համար 135 միջոցառումներով նախարարությանը հատկացվել է 343.8 միլիարդ դրամ, որից ծախսային ծրագրով 318.1 միլիարդ դրամ, 25 միլիարդ դրամը դեֆիցիտի ֆինանսավորման մեջ ներառած ծրագրերով։ Ախուրյանի, Ազատի, Մարմարիկի եւ Ապարանի ջրամբարներում լցվածությունը 100% է հասնում, իսկ Արփի լճում 91% հայտարարել են շրջակա միջավայրի նախարարությունից։ Նախորդ տարվա համեմատությամբ Սևանա լճում այս պահին առկա է բացասական 6 սանտիմետրի տարբերություն։ Շրջակա միջավայրի նախարարությունից հույս են հայտնել, որ մինչև ամսվա վերջ Սևանա լճի մակարդակը արդեն կհասնի նախորդ տարվա ցուցանիշին։
Օրերս Արմենիա միջազգային օդանավակայաններ ՓԲ-ի կորած եւ գտնված իրերի բաժնի աշխատակիցը փորձել է օդանավակայանի տարածքից ծառայողական անցակետով դուրս բերել թղթե-փաթեթ։ Նույն ընկերության ավիացիոն անվտանգության ծառայության աշխատակիցները պարզել են, որ այդ թղթե տոպրակում առկա են iPhone մակնշմամբ 30 բջջային հեռախոս, ինչպես նաեւ 14 միլիոն ռուսական ռուբլի կանխիկ դրամական միջոցներ եւ վերջինիս չի թույլատրվել լքել օդանավակայանի տարածքը։ Դեպքի մասին տեղեկացվել է պետական եկամուտների կոմիտեի էլեկտրոնային առևտրի եւ օդային տրանսպորտով իրականացվող փոխադրումների վարչության պատասխանատուներին։ Ռոսել Խոզնաձորը հայտարարել է 2026-ի հունիսի 12-ից Հայաստանից ծագող եւ առաքվող ամբողջ ենթակարանտինային արտադրանքի ներկրման, ինչպես նաեւ Ռուսաստանի Դաշնության տարածքով դեպի ԵԱՏՄ անդամ այլ պետություններ դրանց տարանցման լիակատար սահմանափակման մասին։ Ըստ գերատեսչության արգելքը կգործի այնքան ժամանակ, մինչև հայկական կողմի հետ չմշակվի առաքվող ապրանքների անվտանգության եւ հետագծելիության ապահովման կոնկրետ ալգորիթմ։ Ռուսական կողմը պնդում է, որ ընթացիկ տարվա մայիսից փուլ առ փուլ սահմանափակել է առանձին ապրանքատեսակների ներկրումն ու բազմիցս զգուշացրել Երևանին, սակայն խախտումները շարունակվել են։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմածովային ուժերը լցանավի հետ կապված միջադեպից հետո նախազգուշացրել են չփորձել անցնել Հորմուզի նեղուցով, որի փակման մասին հայտարարվել էր ավելի վաղ։ Կորպուսի հրամանատարությունը նշել է, որ իրենք շարունակում են վերահսկել Հորմուզի նեղուցը եւ վճռականորեն կգործեն ցանկացած նավի նկատմամբ, որը կփորձի անցնել նեղուցով։ Ավելի վաղ իրանցի զինվորականները կրակ էին բացել, որպեսզի թույլ չտան լցանավին հատել Հորմուզի նեղուցը։ Միջադեպը տեղի էր ունեցել Իրանի հարավում գտնվող Սիրիկ քաղաքի ափերին, որտեղ պայթյուններ էին որոտացել։ Եգիպտոսի, Կատարի եւ Թուրքիայի միջնորդությամբ Գազայի հատվածում հաստատված հրադադարը իսրայելական զինուժի գործողությունների պատճառով շարունակաբար խախտվում է։ Այս անգամ եւս Իսրայելի ավիահարվածներից 3 մարդ է զոհվել։ Գլխավոր խնդիրը շարունակում է Համասի զինաթափման հարցը մնալ։ Reuters-ը վկայաբերելով եգիպտական աղբյուրները հաղորդում է, որ բանակցությունների վերջին փուլը արդյունք չի տվել։ Շրջանառվող լուրերի համաձայն պաղեստինյան խմբավորումները համաձայնել են Թրամփի կողմից առաջարկված խաղաղության ծրագրի 15 կետերից 14-ին։ Թրամփը հայտարարել է, որ չեղարկել է Իրանի դեմ նախատեսված հարվածները։ Նա նշել է, որ հաշվի առնելով այն փաստը, որ Իսլամական Հանրապետության հետ քննարկումները ներկայացվել են Իրանի բարձրագույն ղեկավարությանը եւ ստացել են հավանություն, ինքը որպես ԱՄՆ նախագահ չեղարկել է երեկոյան Իրանի դեմ նախատեսված հարվածները ու ռմբակոծությունները։ Հիշեցնենք, որ ավելի վաղ Թրամփը սոցցանցերում գրել էր, որ Միացյալ Նահանգները գիշերը շատ ուժեղ կհարվածի Իրանին, ինչպես նաեւ սպառնացել էր առաջիկայում գրավել իրանական Խարկ կղզին, որտեղ մշակվում է երկրի արտահանվող նավթի մոտ 90%-ը։ SpaceX-ի IPO-ի մեկնարկից հետո ամերիկացի գործարար Իլոն Մասկի կարողությունը գերազանցել է 1.1 տրիլիոն դոլարը։ Նա դարձել է պատմության մեջ առաջին տրիլիոնատերը, գրում է Reuters-ը։ Ընկերության ցուցակագրումից հետո Մասկի բաժնեմասը գնահատվում է մոտավորապես 866 միլիարդ դոլար, իսկ նրա ընդհանուր զուտ կարողությունը ավելի քան 1.1 տրիլիոն դոլար։ Նրա կարողության զգալի մասը կազմված է նաև Tesla-ում, X-ում եւ արհեստական բանականության նախագծերում ունեցած բաժնետոմսերից։ SpaceX-ի IPO-ից առաջ Մասկի զուտ կարողությունը գնահատվում էր մոտավորապես 780 միլիարդ դոլար։ Եղանակային բարենպաստ պայմանները հանրապետության ամբողջ տարածքում շարունակվում են։ Հունիսի 11-ին կայծակի պատճառով Իջևան-Սևան-Երևան ճանապարհին կամուրջ է փլուզվել, վնասվել են մետաղական կոնստրուկցիաները, երկաթե պատնեշները, բետոնե սալերը։ Երկու հոգի տեղափոխվել են հիվանդանոց, նրանցից մեկը բուժօգնություն է ստացել, հրաժարվել է մնալ այնտեղ։ Մեքենաներ են վնասվել Կոտայքի մարզային փրկարարական վարչության, Հրազդանի եւ Չարենցավանի շուրջ փրկարարական ջոկատների փրկարարներն էին ժամանել։ Իմ տեղեկություններով պարզվել է, որ հիվանդանոց տեղափոխվածները երկու ավտոմեքենաների վարորդներն են, որոնցից մեկը դուրս է գրվել, մյուսը դեռ հիվանդանոցում է։ Փլուզման հետևանքով երթևեկությունը կազմակերպվում էր հանդիպակաց ուղղությամբ 1 գոտիով։ Տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարարը, փրկարար ծառայության տնօրենն ու Կոտայքի մարզպետն են տեղում եղել։ Քննարկել են տարբերակներ արագ վերականգնելու համար։ Այստեղ ահռելի աշխատանք է պահանջվում, կարելի է ասել պիտի 0-ից այս կամուրջը կառուցվի։
Հունիսի 11-ին մահվան ելքով վրայերթ է տեղի ունեցել Արմավիրի մարզում 26-ամյա Ռազմիկը Շևրոլե Վոլտով Արմավիր Բաղրամյան ճանապարհին վրայերթ է ենթարկել 54-ամյա Ղևոնդին։ Վարորդը փախուստիչի դիմել օգնել է օպերատիվորեն ժամանած Արմավիր բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկներին վիրավորին տեղափոխել Արմավիր բժշկական կենտրոն։ Վարորդը եղել է սթափ։ Վիրավորին ծայրահեղձանր վիճակում տեղափոխել է Արմավիր բժշկական կենտրոն, որտեղ որոշ ժամանակ անց մահացել է։ Դեպքի վայր են ժամանել ներքին գործերի նախարարության, ոստիկանության, բարեկային ծառայության, Արմավիրի մարզի գումարտակի բարեկները, գումարտակի հրամանատար Վանիկ Սաղոյանի գլխավորությամբ։ Հունիսի 12-ին առեղծվածային դեպք է տեղի ունեցել Մայրաքաղաքում Դավթաշեն 4-րդ թաղամասի շենքերից մեկի բակում կայանված ռուսական համարանիշներով Mercedes G-ում հրդեհ է բռնկվել։ Քաղաքացիներն են պայքարել կրակի դեմ, հետո Երևանի շրջփրկարարական ջոկատից հրշեջները մարել են այն, սակայն մեքենան դարձել է ոչ շահագործելի։ Տեղում էր Երևանի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, սակայն նրանց անհրաժեշտությունը չի եղել։ Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ նշում էին, որ հնարավոր է մեքենան միտումնավոր են հրկիզել կամ էլ ինքնաբերաբար է բռնկվել։ Ժամանել են նաև Երևանի 103 շտաբօգնության բժիշկների հերթապահ խումբը, սակայն կարծես թե լավ է, բժիշկի կարիք չի կար։ Մայրաքաղաքում նորից են մեքենա թալանել։ Անհայտ անձինք Նանսենի 19 հասցեում կայանված Շևրոլեի թափահարներն ու այլ պարագաներ են գողացել։ Ի դեպ հիշեցնեմ, որ նոր-նորքում նմանատիպ դեպքերը հաճախակի են լինում։ Սեփականատիրոջը պատճառվել է խոշոր չափի վնաս։ Ինչքան գողանում են, այնքան թիվը ոչ թե պակասում է, գողությունների ավտոմեքենաների թալանման թիվը ավելանում է, իսկ բացահայտումը մնում է օդում կախված։ Հունիսի 11-ին Վանաձորի Տիգրան Մեծ Պողոտայում քամու հետևանքով հաստաբուն ծառը կիսով չափ կոտրվել ու կախվել է մայթին։ Լոռու մարզային փրկարարական վարչության Վանաձորի թիվ 2 շրջփրկարարական ջոկատի փրկարարները բենզասղոցով հեռացրել են ջարդված եւ իրենից մեծ վտանգ սպառնացող ծառը, չզոքացրել վտանգը, ազատել մայթը, ապահովելով քաղաքացիների անվտանգությունը։